Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, ինչպես այսօրվա ձեր ելույթում, առհասարակ դուք հաճախ եք խոսում եվրոպական արժեքներից և ժողովրդավարությունից, բայց ձեր քաղաքական վարքագիծը հակադարձ համեմատական է ձեր քաղաքական խոսույթին, որովհետև դուք այն պատգամավորներից եք, ով հաճախը ելույթ ունենում, պառակտող բնույթի ելույթներ ունենում։ Եվ հետևաբար այս համատեքստում առաջադրվելով որպես ազգային ժողովի նախագահ, ում գործառույթի շրջանակը ներառում է նաև խորհրդարանի բնականոն աշխատանքը, ինչպես եք պատկերացնում ձեր անաչառությունը և անաչառ աշխատանքը, այսինքն չեք լինելու բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերի սպասարկողը ազգային ժողովում, այլ ամբողջ ազգային ժողովի շահերն եք սպասարկելու։ Շնորհակալ եմ Տիկին Յուլիան, ես երբեք պառակտող ելույթներ չեմ ունենում։ Ես հնարավորության դեպքում փորձում եմ միավորող ելույթներ ունենալ, երբ որ հնարավոր չի, հայտնում եմ իմ կարծիքը, որը կարող է լինել սուր, որին դուք բնականաբար չեք համաձայնի, բայց դա էլ քաղաքականության մաս է։ Ինչ վերաբերում է անաչառությանը։ Դա կրկնում եմ, Հայաստանի Սահմանադրությունը չի նախատեսում, որ ազգային ժողովի նախագահ պետք է քաղաքականապես անաչառ լինի։ Բայց նախատեսում է, որ պիտի անաչառ վարի նիստերը, երբ որ իր նիստը նախագահելու իր գործառույթն է իրականացնում, ավելի Սահմանադրությունը չի նախատեսում, բայց ընդհանուր առմամբ դա է իմաստը, որ պետք է անաչառ կերպով վարի նիստերը, եւ նաեւ ադմինիստրատիվ իմաստով։ Գաղտնիք չէ, որ ազգային ժողովի նախագահը ադմինիստրատիվ իմաստով ազգային ժողովի որպես ինստիտուտի ղեկավարն է, եւ ես կարծում եմ ձեր խմբակցության պատգամավորները եւ մյուս խմբակցության պատգամավորները այս մի քանի օրվա ընթացքում տեխնիկական հարցերով ամեն դեպքում իմ կողմից անաչառության բացակայություն չեն տեսել, խոսքը վերաբերում է սենյակների հատկացմանը, տեխնիկական միջոցների հատկացմանը եւ այսպես շարունակ։ Իդեպ ինձ հայտնեցին, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը հարցրել է, թե արդյոք կարող են վերանորոգել իրենց սենյակները, այո, կարող են, եթե ուզում եք վերանորոգել, վերանորոգեք, ես դեմ չեմ բացարձակապես։ Ես կարող եմ խոստանալ, որ երբ որ ես լինեմ այնտեղ, եթե ես լինեմ այնտեղ, ես կլինեմ անաչառ, ես կարող եմ խոստանալ, որ ադմինիստրատիվ իմաստով ես լինելու եմ անաչառ, բայց ես կարող եմ նաև խոստանալ եւ ասել, որ ես այստեղից հայտնելու եմ իմ կարծիքները, ինչպես եւ արդեն ասացի, շնորհակալություն։ Արձագանք։ Իմ հարցը ամենևին էլ չէր վերաբերում վարչարարությանը, այն բացառապես վերաբերում էր ձեր քաղաքական վարքագծին։ Շնորհակալություն, դե արդեն ասեցի, քաղաքականապես ես պարտավոր չեմ լինել անաչառ, իհարկե հաշվի առնելով, որ ամեն դեպքում, եթե ինձ տան այդ վստահության կվեն, հաշվի առնելով ինձ զբաղեցրած պաշտոնը, կփորձեմ մեկ աստիճան ավելի, ինչ ասեմ, ավելի քիչ սուր լինել, բայց չեմ խոստանում, որ ընդհանրապես սուր չեմ լինի, բայց խոստանում եմ, որ եթե լինի փոխադարձություն, բնականաբար կպահեմ բարեկրթության կանոնները եւ բարեկրթության կանոնները, բայց փոխադարձության բացակայության դեպքում էլ կպահեմ այդ կանոնները, ուղղակի շատ ավելի սուր եւ կարծում եմ մեր գործընկերներն էլ շատ ավելի սուր կլինեն եւ կոշտ քաղաքական իմաստով։ Շնորհակալություն։ Ձայնը տրվում է Տիկին Արփինե